Հրապարակ օրաթերթը գրում է. դատարանը նախկին վարչապետ Հովիկ Աբրամյանի կալանքի հարցը 7 ժամ քննելուց հետո որոշեց տնային կալանք սահմանել, ինչը նշանակում է, որ նա չի կարող տանից դուրս գալ, եւ նրան բացի ԱԺ պատգամավորներից ու փաստաբաններից ոչ ոք չի կարող այցելել։ Սակայն մոտ ժամանակներս նշանակված էր Աբրամյանի թոռան, դստեր տղայի հարսանիքը։ Աբրամյանի թոռը նշանված է Ջերմուկի Աշոտ Արսենյանի թոռան հետ։ Եթե մինչ այդ տնային կալանքը չվերացվի, ապա կամ հարսանիքը կհետաձգվի, կամ նախկին վարչապետը ոստիկանների ուղեկցությամբ կմասնակցի սեփական թոռան հարսանիքին։ Ես հիշեցնեմ, որ օրերս կալանավորել էին, ձերբակալել էին, իսկ հետո տնային կալանքի էին տարել նախկին վարչապետ Հովիկ Աբրամյանին։ Սա հետաքրքիր դրվագի մասին է խոսում։ Հովիկ Աբրամյանը այն պաշտոնյաներից էր նախկին, որ թվում էր, թե պայմանավորվել է այս իշխանությունների հետ, քաղաքական հավակնություններ չունի, քաղաքական պրոցեսներին չի մասնակցում եւ իրեն էլ չեն անհանգստացնում, անգամ մոնումենտի իր առանձնատունը, չնայած կալանքի տակ էր, հետաքրքիր ձևով հնարավոր եղավ մի քանի ժամով հանել կալանքից, այդ մի քանի ժամով վաճառվեց իշխանությունների մոտ կանգնած օլիգարխ Նարեկ Նալբանդյանին եւ ըստ մամուլի հրապարակումների Հովիկ Աբրամյանը շարունակում է ապրել այդ առանձնատանը եւ ինչի մասին է խոսում այս դրվագը, այս տնային կալանքը, նոր հետապնդումները, որ երիցս ճիշտ էր, ընկերս երբ ասում էր, որ Հայաստանում 2018 թվականից հետո լավագույն անեկդոտները սկսում են Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել եմ նախադասությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանի նման ստախոս եւ խոսքի տեր չկանգնող մարդու հետ հնարավոր չէ ուղղակի պայմանավորվել, իսկ եթե պայմանավորվել ես, դա նշանակում է ինչ որ ժամանակ հետո կրկին քո հետևից գալու են։ Նիկոլ Փաշինյանը սովորաբար ավելի հաճախ գնում է նրանց հետևից, ում թվում է, թե Փաշինյանի հետ պայմանավորվել են։ Այնպես որ Հովիկ Արգամիչը կարծում եմ Նիկոլ Փաշինյանի հետ առնչվող լավագույն անեկդոտի հերոսներից մեկն է։